Աստված երկնքից մանանա ուղարկեց։ Իսրայելացիները շարունակեցին իրենց ճանապարհը։ Երբ Սինայի անապատը հասան, տրտնջալ սկսեցին Մովսեսի և Ահարոնի դեմ ասելով, որ Եգիպտոսում ավելի լավ էր, քանի որ անապատում ուտելիք չկա։ Մովսեսն ասաց. Աստված իրեն ուղղված ձեր տրտունջը լսեց, իսկ մենք ինչ ենք։ Ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ է։ Այն ժամանակ Տերը Մովսեսին ասաց. Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Ասա նրանց. երեկոյան միս կուտեք, իսկ առավոտյան հացով կկշտանաք ու կիմանաք, որ ես ձեր Տերն եմ, ձեր Աստվածը։ Երեկոյան լորեր թռան, եկան ու ծածկեցին ողջ բանակը, այնպես որ ժողովուրդը կարողացավ համով մսից տարբեր ճաշատեսակներ պատրաստել, իսկ առավոտյան բոլորը տեսան բանակի շուրջը իջած ցողը։ Երբ ցողը գոլորշիացավ, գետնի վրա մանր թեփաձև մի բան կար, եղյամի նման մանր մի բան, դա ժողովրդին Աստծո ուղարկած երկնային հացն էր։ Իսրայելացիները այդ հացը մանանա անվանեցին։ Դրա համը մեղրով պատրաստած գաթայի պես էր։ Աստված հրամայեց մանանան հավաքել այնքան, որքան անհրաժեշտ էր մեկ օրվա համար, իսկ եթե մեկն ու մեկը ավելի էր հավաքում, ապա ավելացածը գիշերը փչանում էր։ Իսկ ուրբաթ օրը Աստված հրամայեց 2 օրվա պաշար հավաքել, քանի որ շաբաթ օրը Աստծո նշանակած հանգստյան օրն էր իսրայելացիների համար, ու այդ օրը ոչ ոք ոչինչ չէր անում, ու միայն ուրբաթ օրը 2 օրվա համար հավաքած մանանան էր, որ չէր փչանում։ Մովսեսը ժայռից ջուր է ստանում։ Երբ իսրայելացիները Ռափիդիմ հասան, պարզվեց, որ այնտեղ խմելու ջուր չկա։ Ժողովուրդը սկսեց Մովսեսի հետ վիճել ասելով. «Մեզ խմելու ջուր տուր»։ Մովսեսը նրանց պատասխանեց. «Ինչու եք ինձ մեղադրում, ինչու եք Աստծուն փորձում»։ Ու Մովսեսը աղոթել սկսեց, որ Աստված օգնի իրեն։ Այն ժամանակ Աստված հրամայեց ժայռին խփել։ Մովսեսն արեց այն, ինչ Աստված ասաց, ու ժայռից ջուր ցայտեց, և ամբողջ ժողովուրդը հագեցրեց իր ծարավը։ Մովսեսն այդ վայրը Մասսա և Մերիբա անվանեց, որ վիճել ու փորձել է նշանակում, քանի որ այնտեղ իսրայելացիները Աստծուն փորձեցին ու նրա հետ վիճեցին, ասելով. «Արդյոք Տերը մեր մեջ է, թե ոչ»։ Անապատի մեջ ահա արդեն մի քանի անգամ Իսրայելի ժողովուրդը տրտնջաց Աստծո դեմ ու վիճեց նրա հետ։ Իսրայելացիների հավատը փորձելու համար Աստված շատ կարճ ժամանակով նրանց դժվարությունների առաջ էր կանգնեցնում, ու նրանք իսկույն սկսում էին Աստծո ներկայության մասին տարակուսել։ Տրտունջը մեղք է։ Աստված երբեք մարդուն իր ուժերից վեր փորձություն չի ուղարկում, այլ միշտ մխիթարում, քաջալերում և օգնում է ամրապնդել իր նկատմամբ մեր ունեցած վստահությունն ու հավատը։ 10 պատվիրանները։ Մովսեսը շատ հեզ մարդ էր, Աստծո հավատարիմ ու հնազանդ ծառան էր նա։ Ահա թե ինչու Աստված ժողովրդի հետ խոսում էր Մովսեսի միջոցով։ Մի անգամ, երբ Իսրայելի ժողովուրդը Սինա լեռան տակ տեղավորվեց, Մովսեսը լեռ բարձրացավ։ Այնտեղ Աստված քարե տախտակներ տվեց, որոնց վրա գրված էին 10 պատվիրանները, և որոնք պետք է ժողովուրդը պահեր։ Քարե տախտակների վրա գրված էին այն խոսքերը, որ Աստված ասել էր Մովսեսին. «Տերը քո Աստվածն է, որ քեզ Եգիպտոսի երկրից ստրկության տնից դուրս բերեց։ Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս, քեզ համար կուռք չշինես, ոչ վերը երկնքում, ոչ էլ ներքևում, երկրի վրա, կամ երկրի տակ գտնվող ջրերի մեջ։ Մի երկրպագիր նրանց ու մի ծառայիր նրանց, քո Տեր Աստծուդ անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Աստված անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը զուր տեղը բերանը կառնի։ Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 6 օր աշխատիր ու քո բոլոր գործերն արա, իսկ 7-րդ օրը շաբաթը քո Տեր Աստծունն է։ Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի օրերդ երկար լինեն այն երկրի վրա, որ Տեր Աստվածը կտա քեզ։ Մի սպանիր, մի շնանար, մի գողանար,
Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի արա, քո հարևանի տունը մի ցանկա, քո հարևանի ոչ մի բանը մի ցանկա, ոչ նրա կնոջը, ոչ նրա ծառային և ոչ նրա աղախնուն։ Ոսկե հորթը։ Աստված Մովսեսի հետ երկար խոսեց լեռան վրա։ Տեսնելով, որ Մովսեսը շատ ուշացավ, ժողովուրդը Ահարոնին մոտեցավ ու ասաց. «Մեզ մի Աստված շինիր, որ մեր առջևից գնա, որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել Մովսեսին, որը մեզ Եգիպտոսից դուրս հանեց»։ Այն ժամանակ Ահարոնը նրանց ասաց. «Հանեցեք ձեր ականջների ոսկե օղերն ու ինձ բերեք»։ Նրանք բերին օղերը։ Ահարոնը վերցրեց ու դրանցից մի հորթ ձուլեց։ Իսրայելացիները հորթը տեսնելով բացականչեցին. «Ով Իսրայել, ահա քո Աստվածը, որ քեզ դուրս հանեց Եգիպտոսից»։ Հաջորդ առավոտ շուտ վեր կացան ու հորթին իրենց Աստվածը կոչելով նրան զոհեր մատուցեցին։ Հետո ժողովուրդը նստեց ուտել խմելու ու հետո վեր կացավ խաղալու, իսկ Աստված լեռան վրա Մովսեսին ասաց. «Շտապ ներքև իջիր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին Եգիպտոսից դուրս բերեցիր»։ Նրանք շատ շուտ խոտորեցին այն ուղուց, որ ես նրանց պատվիրեցի։ Աստված ուզեց ոչնչացնել այդ դաժան ու անզուսպ ժողովրդին, բայց Մովսեսը աղաչել սկսեց ասելով. «Տեր իմ, թող քո բարկությունը չիջնի քո ժողովրդի վրա, որին մեծ զորությունով ու զորավոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից, որպեսզի եգիպտացիները չասեն նրանց չարիքի համար տարավ, որպեսզի սարերում սպանի ու աշխարհի երեսից վերացնի։ Դարձիր քո սաստիկ բարկությունից ու փոխիր նրանց ոչնչացնելու քո որոշումը»։ Եվ Աստված լսեց Մովսեսի աղերսն ու փոխեց իր որոշումը։ Իսկ ինքը Մովսեսը ցասումով լցվեց ու գետին շպրտելով ջարդեց քարե տախտակները։ Հետո վերցրեց ոսկե հորթը, այրեց կրակի վրա, փոշի արեց ու թափեց ջրի մեջ ու Իսրայելի որդիներին խմցրեց։ Իսկ պատմությունն ասում է մեզ, որ երբեք չպետք է մոռանանք կենդանի ամենազոր Աստծուն, չպետք է մոռանանք նրա հրաշքներն ու ողորմածությունները։ Ժողովքի խորանը։ Շուտով Մովսեսը իսրայելացիների բանակից հեռու մի վրան դրեց ու այն ժողովքի խորան անվանեց։ Ով Տիրոջն էր փնտրում, այնտեղ էր գալիս։ Երբ Մովսեսը խորանի մոտ էր գնում, ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնում։ Յուրաքանչյուր իսրայելացի կանգնում էր իր վրանի մուտքի առաջ ու նայում էր Մովսեսի ետևից, մինչև նրա խորան մտնելը։ Երբ Մովսեսը խորան էր մտնում, խորանի վրա երկնքից ամպի սյուն էր իջնում ու կանգնում խորանի մուտքի մոտ, և Տերը ամպի միջից խոսում էր Մովսեսի հետ։ Եվ ամբողջ ժողովուրդը տեսնում էր խորանի մուտքի մոտ կանգնած ամպի սյունը ու կանգնում էր իր վրանի առաջ և երկրպագություն անում։ Եվ Աստված դեմ դիմաց խոսում էր Մովսեսի հետ, ինչպես բարեկամը բարեկամի հետ։ Եվ նա վերադառնում էր բանակատեղի, իսկ նրա ծառան Նավեի որդի երիտասարդ Հեսուն երբեք չէր հեռանում խորանից։ Նվիրատվություններ սրբարանի շինության համար։ Մի օր Տերը Մովսեսի միջոցով իր ժողովրդին հրամայեց մի խորան կառուցել, որտեղ ժողովուրդը կարողանա զոհեր մատուցել ու որտեղ իր ներկայությունը մշտական կլինի։ Տերը սիրում է հոժարակամ նվիրատվություններ անողներին։ Նա առատորեն օրհնում է նրան, ով իր ողջ սրտով իսեր իրեն իր գործի համար զոհաբերություն է անում։ Եվ Մովսեսը ասաց Իսրայելի որդիներին. «Ահա թե Տերը ինչ պատվիրեց. ով որ սրտով հոժար է, թող Տիրոջը ընծաբերի, ոսկի ու արծաթ, ու պղինձ ու կապուտակ, և ծիրանագույն ու կրկնակի կարմիր, ու բարակ քթան և այծի մաս, կարմիր ներկված խոյի մորթի, թեհաճի մորթի ու սատիմի փայտ, լույսի համար յուղ ու անուշահոտ խունկի համար համեմներ։ Ձեզանից ամեն մեկը, որ սրտով իմաստուն է, թող գա ու Տիրոջը բոլոր պատվիրած բաները շինի։ Խորանը ու նրա վրանն ու ծածկոցը, նրա ճարմանդները, նիգերը, սյուները, խարիսկները, տապանակն ու ձողերը, քավությունն ու նրան ծածկող վարագույրը, սեղանն ու նրա ձողերը, ու բոլոր անոթներն ու առաջավորության հացը,
և լույսի աշտանակն ու նրա ճրագները ու լույսի յուղը, խունկի սեղանն ու նրա ձողերը, օծման յուղը և անուշահոտ խունկը ու խորանին դռան վարագույրը, ողջակեզի սեղանն ու նրա պղնձե ցանկակերպ կասկարան, նրա ձողերն ու բոլոր գործիքները, ավազանն ու նրա խարիսխը, սրահին վարագույրները, նրա սյուներն ու խարիսխները և սրահի դռան վարագույրը, խորանի ցիցերն ու սրահի ցիցերը և նրանց պարանները, պաշտամունքի զգեստները, սրբարանի մեջ պաշտամունք անելու համար։ Եվ Իսրայելի բոլոր որդիները Մովսեսի առջևից անցան, բոլոր նրանք, ովքեր հոժարասիրտ էին ու հոգով կամեցող, եկան ու Տիրոջը ընծաբերեցին, յուրաքանչյուր ընծաբերող ոսկե ընծաբերեց։ Նրանք, որոնք կապուտակ, ծիրանագույն ու կրկնակի կարմիր, բարակ կտավ և այծի մազ ու կարմիր ներկված խոյի մորթեր ու թեհաճի մորթեր ունեին, բոլորը բերեցին։ Ով կարող էր արծաթ ու պղինձ բերել, Տիրոջը նվեր բերեց։ Ում մոտ որ պաշտամունքին պիտանի սատի մի փայտ էր գտնվում, բերեց։ Սրտով իմաստուն կանայք իրենց ձեռքերով մանեցին ու իրենց ձեռքերով մանած կապուտակը, ծիրանագույնը, կրկնակի կարմիրն ու բարակ կտավը բերեցին։ Իշխանները եղնգնաքարեր ու եփուտին ու լանջպանակին համար գամվելու քարեր բերեցին։ Իսրայելի որդիները հոժարակամ ընծաներ բերեցին Տիրոջը։ Նոր խորանի օծումը։ Խորանի շուրջ 50 մետր երկարություն և 25 մետր լայնություն ունեցող գավիթներ։ Գավիթը շրջապատված էր պղնձապատ սյուներից, կախված վարագույրներով։ Խորանը ինքը ուղղանկյուն ձև ուներ, 15 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ և 5 մետր բարձրությամբ, մուտքը արևելյան կողմից էր։ Խորանը ներսից երկու բաժին ուներ, առաջինը սրբարան կոչվածը, իր չափերով ավելի մեծ էր և նրա մեջ էր գտնվում ոսկե ողջակեզի սեղանը։ Ողջակեզի սեղանի մոտ դրված էր ոսկե սեղանը, որի վրա դրված էին 12 հացեր։ Այս հացերը կոչվում էին առաջավորության կամ օրհնված հացեր։ Այս նույն բաժնում էր գտնվում նաև ոսկե կանթեղը 7 լապտերներով։ Ներքին երկրորդ բաժինը առաջինից վարագույրով էր բաժանված։ Այնտեղ էր գտնվում ոսկե ուխտի տապանակը, ոսկյա երկու հրեշտակների պատկերով։ Սրա մեջ պահվում էին 10 պատվիրանների տախտակները։ Ամբողջ երկրորդ բաժինը լի էր Աստծո փառքով ու ներկայությամբ, և դրա համար սրբությունների սրբություն էր կոչվում։ Սրբարան կարող էին մտնել միայն քահանաները, իսկ սրբությունների սրբություն կարող էր մտնել միայն քահանայապետը և այն էլ տարին միայն մեկ անգամ։ Երբ նոր ժողովրդի խորանը կառուցվեց, Մովսեսն օծեց այն և բոլոր այն քահանաներին, որոնք պետք է ծառայեին նրա մեջ։ Դրանից հետո ամբողջ ժողովրդի խորանը ամպով ծածկվեց ու լցվեց Աստծո փառքով։ Գիշերը ամպը վառ կրակով էր վառվում, իսկ ցերեկը խորանի վրա կախված էր մնում։ Երբեմն ամպը շատ բարձր էր կանգնում խորանի վրա։ Դա Աստծո նշանն էր, և այդ նշանով էր, որ Իսրայելի ժողովուրդը իմանում էր, թե որ ճանապարհով պետք է գնար դեպի այն սքանչելի Քանանու երկիրը, ուր Տերը տանում էր նրանց Եգիպտոսից։ Աստվածաշնչում խորանը կոչվում է նաև հայտնության խորան և ժողովքի խորան, քանի որ ժողովուրդը նրա շուրջն էր հավաքվում պաշտամունքի համար։ Հետախույզները Քանանում։ Վերջապես իսրայելացիները մոտեցան Քանանու երկրին։ Նրանք իջևանեցին Փարանի անապատում, և այնտեղից Մովսեսը 12 հայտնի մարդկանց ուղարկեց այդ երկիրը, ասելով. «Գնացեք այդ երկրի հարավային կողմից և լրտեսեցեք այն»։ Նրանք լրտեսեցին Քանանու երկիրը։ Այնտեղ սքանչելի այգիներ, մարգագետիններ ու դաշտեր տեսան։ Նաև հանդիպեցին պարսպավոր մեծ քաղաքների։ Հետախույզները վերադարձան ու իրենց հետ բերեցին նուռ, թուզ և այլ մրգեր։ Բերին նաև խաղողի մի ողկույզ, որն այնքան մեծ էր, որ փայտից կախած 2 հոգով էին բերել։
Հետախույզները ամեն ինչ պատմեցին այդ սքանչելի երկրի մասին, որտեղ կաթ ու մեղր էր հոսում։ Նրանք ասացին, որ այնտեղ շատ ուժեղ է ժողովուրդը ու որ ապրում է մեծ պարսպավոր քաղաքներում։ Մենք չենք կարող այն ժողովրդի դեմ գնալ, որովհետև նրանք մեզանից ուժեղ են, ասացին նրանք։ Այդ վատ լուրը սարսափ տարածեց ժողովրդի մեջ։ Ժողովուրդը մոռացավ, որ Աստված խոստացել էր օգնել իրենց։ Միայն երկու հետախույզներ՝ Հեսուն և Քաղեբը, հավատարիմ մնացին Աստծուն ու չուզեցին ժողովրդին սարսափեցնել։ Քաղեբն ասաց. «Գնանք և տիրանանք այդ երկրին, որովհետև մենք կարող ենք հաղթել»։ Սակայն ժողովուրդը նրան լսել չուզեց։ Բոլորը լաց եղան ու սկսեցին Մովսեսին ու Ահարոնին մեղադրել այն բանի համար, որ իրենց դուրս բերեցին Եգիպտոսից։ Հետո նրանք իրար ասացին. «Եկեք մեզ համար զորագլուխ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։ Բայց Նավեյան, Հեսուն ու Քաղեբը իրենց զգեստները պատռեցին և ասեցին. «Եթե Տերը մեզ ողորմի, մեզ այն երկիրը կառաջնորդի, ու մեզ կտա այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։ Միայն թե Աստծո դեմ մի ապստամբեք ու այն երկրի ժողովրդից մի վախեցեք, որովհետև մեզ որպես կերակուր է տրվում։ Նրանց պաշտպանությունը գնացել է իրենցից, իսկ Տերը մեզ հետ է, նրանցից մի վախեցեք»։ Լսելով ժողովրդի խռովարար խոսքերը, Մովսեսն ու Ահարոնը տխրեցին ու Երիսնավայր գետին ընկան։ Այդ ժամանակ Տերը Մովսեսին ասաց. «Այս ժողովուրդը մինչև երբ պիտի բարկացնի ինձ։ Այն բոլոր հրաշքներից հետո, որ ես կատարեցի նրանց մեջ, դեռ երկար չպիտի հավատա ինձ»։ Հետո Տերն ասաց, որ պատրաստ է ոչնչացնել նրանց։ Բայց Մովսեսը սկսեց աղաչել նրան ու խնդրեց, որ ների ժողովրդի մեծ մեղքը։ Աստված լսեց նրա խնդրանքը ու դարձյալ ներեց խռովարար ժողովրդին։ Բայց ասաց, որ որպես պատիժ միայն նրանց ապագա սերունդները կմտնեն ու կապրեն խոստացյալ Քանանու երկրում։ Բայց Տիրոջ նկատմամբ ցուցաբերած հավատի պատճառով կմտնեն ու այնտեղ կապրեն նաև Նավեյան, Հեսուն և Քաղեբը։ Կորխի, Դաթանի և Աբիրոնի պատիժը։ Տերը Իսրայելի ամբողջ ժողովրդին հրամայեց լսել Մովսեսին ու անել այն, ինչ նա կասի, որովհետև Աստված ինքը ընտրեց նրան ու ժողովրդի վրա որպես իմաստուն ղեկավար նշանակեց։ Սակայն մի օր Իսրայելի բանակում ըմբոստություն ծագեց։ 250 մարդիկ Կորխի, Դաթանի և Աբրիոնի գլխավորությամբ ապստամբեցին Մովսեսի դեմ։ Այլևս չուզեցին լսել իրեն ու մեղադրեցին այն բանում, որ իրեն մյուսներից բարձր է դասում։ Այս լսելով Մովսեսը կանչեց ամբողջ Իսրայելի ժողովրդին ու Աստծո ցուցմունքով նրանց հրամայեց հեռանալ Կորխի, Դաթանի և Աբրիոնի վրաններից ու չդիպչել նրանց իրերին։ Հետո Մովսեսն ասաց. «Ինձ Տերն ուղարկեց այս բաներն անելու, ես այս բաները իմ կամքով չեմ անում։ Եթե այդ ըմբոստները մեռնեն այնպես, ինչպես մեռնում են բոլոր մարդիկ, ու այնպես պատժվեն, ինչպես բոլոր մարդիկ, նշանակում է ինձ Աստված չի ուղարկել։ Իսկ եթե Տերը արտասովոր բան անի, երկիրը բաց անի իր բերանը ու կուլ տա նրանց ու այն ամենը, ինչ ունեն, և նրանք ողջ գետնի տակ մտնեն, ապա կիմանաք, որ այդ մարդիկ արհամարհել են Աստծուն»։ Հազիվ էր Մովսես այս խոսքերն ասել, երբ գետինը նրանց ոտքերի տակ բացվեց, ու երկիր իր բերանը բացեց ու նրանց ու իրենց տները բոլոր Կորխի մարդիկը իրենց ունեցվածքով կուլ տվեց։ Նրանք բոլորը ողջ դժոխք իջան ու ժողովրդի միջից ոչնչացան։ Ու նրանց շուրջը գտնվող բոլոր իսրայելացիները նրանց աղաղակից փախան ու ասացին. «Չլինի, թե երկիրը մեզ էլ կուլ տա»։ Իսկ Կորխի հետ եղող 250 մարդիկը, որոնք նրա հետ ապստամբել էին, երկնքից իջնող կրակը հարվածեց ու մեռան։ Այսպես Աստված ցույց տվեց բոլորին, թե ինչ սարսափելի բան է Աստծո կամքի դեմ ըմբոստանալը։ Պղնձե օձը։ Շարունակելով ճանապարհը անապատի միջով, ժողովուրդը դարձյալ սկսեց հուսահատվել ու տրտնջալ Աստծո և Մովսեսի դեմ. «Ինչու մեզ Եգիպտոսից հանեցիք,
որպիսի անապատում մեռնենք, այստեղ ոչ հաց կա, ոչ ջուր, ու այս անպետք սնունդն էլ զզվեցրեց մեզ։ Այսպես տրտնջալու համար Աստված ժողովրդի վրա թունավոր օձեր ուղարկեց, որոնք խայթում էին մարդկանց ու սպանում։ Այդ ժամանակ շատերը եկան Մովսեսի մոտ ու ասացին. «Մեղանչեցինք մենք Տիրոջ և քո դեմ, աղոթիր Աստծուն, որ նա օձերը հեռացնի մեզանից»։ Մովսեսը սկսեց աղոթել ժողովրդի համար, ու Աստված նրան ասաց. «Մի արհեստական օձ սարքիր ու դիր ձողի վրա, և ով որ օձից խայթվի, երբ նայի այդ օձին, կենդանի կմնա»։ Մովսեսը պղնձյա մի մեծ օձ սարքեց ու դրեց ժողովրդի առաջ։ Երբ խայթված մարդը նայում էր այդ պղնձյա օձին, կենդանի էր մնում։ Որքան կարևոր է հավատալ այն ամենին, ինչ Տերն ասում է։ Թեպետ մեզ թվում է, որ պարզապես արհեստական օձին նայելով անհնար է բուժվել խայթոցից, սակայն երբ ինքը Աստված է ասում այդ մասին, նշանակում է, որ նա մեր փրկության միակ ճանապարհն է ցույց տալիս։ Դա մեզ համար օրինակ հանդիսացավ։ Մեղքի խայթոցից մենք նույնպես կարող ենք ազատվել, նայելով մեզ համար խաչված Հիսուս Քրիստոսին և նրան մեր սրտի մեջ ընդունելով։ Բաղաամ մարգարեն ու հրեշտակը։ Մովաբցիները Իսրայելի ժողովրդի թշնամիներն էին ու նրան չարիք էին ցանկանում։ Մի օր նրանք Աստծո մարգարե Բաղաամին խնդրեցին գալ ու անիծել Աստծո ժողովրդին։ Սակայն Աստված մարգարեին ասաց. «Մի գնա նրանց մոտ և մի անիծիր այդ ժողովրդին, որովհետև նա օրհնված է»։ Սակայն Բաղաամը չլսեց Տիրոջը ու գնաց մովաբցիների մոտ։ Աստված զայրացավ նրա վրա այն բանի համար, որ իրեն չլսեց ու գնաց։ Աստծո հրեշտակը կանգնեց նրա ճանապարհին, որպեսզի արգելի նրան։ Բաղաամը իր էշի վրա նստած գնում էր երկու ծառաների հետ։ Հանկարծ էշը տեսավ մերկ թուրը ձեռքին ճանապարհին կանգնած հրեշտակին և դուրս եկավ ճանապարհից ու դաշտ մտավ։ Բաղաամը էշին ծեծել սկսեց, որպեսզի ետ դարձնի, բայց իշուկը հրեշտակին տեսնելով դարձյալ դուրս եկավ ճանապարհից ու չոքեց մարգարեի ոտքերի մոտ։ Բաղաամը սկսեց ծեծել էշին։ Այդ ժամանակ Աստված բաց արեց էշի բերանը ու նա մարդկային ձայնով ասաց. «Ինչ եմ արել քեզ, որ դու ահա երրորդ անգամն ես ծեծում ինձ»։ Աստված բաց արեց Բաղաամի աչքերը, ու նա ևս տեսավ թուրը ձեռքին կանգնած հրեշտակին։ Բաղաամը խոնարհվեց ու ծնկի եկավ նրա առաջ։ Հրեշտակը նրան ասաց. «Ինչու ահա երրորդ անգամն է ծեծում ես քո էշին։ Ես դուրս եկա, որպեսզի կանգնեցնեմ քեզ, որովհետև քո բռնած ուղին ճիշտ չէ իմ առաջ»։ Բաղաամը հրեշտակին պատասխանեց. «Մեղանչեցի, որովհետև չգիտեի, որ դու ճանապարհի վրա իմ դիմացն ես կանգնած, ուստի եթե քեզ համար հաճելի չէ, ապա ես կվերադառնամ»։ Հրեշտակը նրան ասաց. «Գնա այդ մարդկանց մոտ, բայց ասա այն, ինչ ես քեզ կասեմ»։ Տեսնելով իրենց մոտ եկող Բաղաամին, մոբաբցիները նրան ասացին. «Անիծիր ու չարիք ցանկացիր իսրայելացիներին»։ Բայց Բաղաամը պատասխանեց. «Ես ինչպես կարող եմ անիծել, երբ Աստված չի անիծում։ Ինչպես կարող եմ չարիք ցանկանալ, երբ Աստված չի ցանկանում»։ Ու փոխանակ անիծելու Բաղաամը իսրայելացիներին երկու անգամ օրհնեց։ Նավեի որդի Հեսուն Մովսեսի փոխանորդ։ Մովսեսը շատ ծերացավ, ու Աստված նրան ասաց, որ ինքը շուտով կմեռնի, բայց մեռնելուց առաջ Մովսեսը խնդրեց, որ Տերը իրեն մի փոխանորդ նշանակի, որն առաջնորդի Աստծո ժողովրդին, որպեսզի նա հովիվ չունեցող ոչխարի նման չլինի։ Այն ժամանակ Տերը նրան ասաց. «Վերցրու Նավեի որդի Հեսուին, այն մարդուն, որի մեջ Աստծո հոգին կա, ձեռքդ դիր նրա վրա, կանգնեցնու նրան Եղիազար քահանայի ու ամբողջ ժողովրդի առաջ, ու նրանց ներկայությամբ տուր նրան քո պատվիրանները, տուր նրան քո փառքից, որպեսզի Իսրայելի ամբողջ ժողովուրդը հնազանդվի նրան։ Նա Եղիազար քահանայի առաջ պիտի կանգնի ու Ուրիմի կանոնովը Տիրոջը առաջ պիտի հարցնի»։
ու նրա խոսքով պիտի ելնեն ու մտնեն։ Ինք ու բոլոր Իսրայելի որդիները և ամբողջ ժողովուրդը։ Մովսես արեց այնպես, ինչպես Տերը իրեն պատվիրել էր։ Դուք երևի հիշում եք Քանանի հետախույզները պատմությունը։ Նավեի որդի Հեսուն այն երկու լրտեսներից մեկն էր, որոնք հավատում էին, որ Աստված Իսրայելի ժողովրդին կօգնի Քանան մտնելու։ Նրանք ժողովրդին ոգևորում էին ասելով. «Տերը մեզ հետ է, նրանցից մի վախեցեք»։ Այս դեպքից շատ տարիներ էին անցել։ Իսրայելի ժողովուրդը 40 տարի ճամփորդեց անապատներով։ Այդ ժամանակաշրջանում բոլոր չափահասները, որոնք Եգիպտոսից դուրս էին եկել, մեռան, առանց խոստացված Քանանու երկիրը տեսնելու։ Ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես ասել էր Աստված։ Այս անապատի մեջ կընկնեն ձեր դիակները և բոլոր դուք, 20 տարեկանից վեր եղողներդ, որ տրտնջացիք իմ դեմ, բնավ չպիտի մտնեք այն երկիրը, որի համար երդվեցի ձեզ բնակեցնելու, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից, ձեր որդիներին, որոնց համար վախեցաք, որ թշնամու կողմից չհափշտակվեն, տանեմ այնտեղ և կմտնեն ձեր չհավանած երկիրը, այն օրերի հաշվովը, որ երկիրը 40 օր լրտեսեցիք, 40 տարի կկրեք ձեր պատիժը, ձեր անօրենությունների համար, և կիմանաք, որ ձեզնից հեռացել եմ։